Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկմանը։ Արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Եվրամիության, Թուրքիայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև դիմակայուն եւ դիվերսիֆիկացված կապուղիների զարգացումը տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու եւ երկարաժամկետ բարեկեցությունն ապահովելու բանալին է։ Բավական է միայն քարտեզին մի հայացք նետել հասկանալու, թե ինչու է Հայաստանը խորապես շահագրգռված առևտրի, տրանսպորտի, թվային եւ էներգետիկ ոլորտներում ավելի լայն փոխկապակցվածության խթանմամբ։ Սա ռազմավարական առաջնահերթություն է իմ երկրի համար։ Մենք տարածաշրջանային փոխկապակցվածությունը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև որպես կենսական գործիք դիմակայունության ամրապնդման, սոցիալական զարգացման խթանման եւ մեր տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման համար։ Այս ձևաչափով քննարկմանը, որն անցկացվում է առաջին անգամ, մասնակցել են ԵՄ անդամ պետությունները, Սևծովյան լայն տարածաշրջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները։ Մասնակից պետությունները եւ ԵՄ պաշտոնյաները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ընդգծելով դրա կարեւորությունը հաղորդակցությունների ընդլայնման եւ միջտարածաշրջանային համագործակցության խթանման համար, այդ թվում թրիփուղու կյանքի կոչման միջոցով։ Նախարար Միրզոյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացմանը, ստեղծելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների եւ իհարկե մարդկանց ազատ տեղաշարժի համար։ Նա ոգեշնչող է համարել, որ այս տեսլականը սկսում է իրականություն դառնալ։ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հյուրընկալմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պատմական հանդիպումը բացել է իսկական հնարավորություն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Համատեղ հռչակագրի եւ թրիփուղու լիարժեք իրականացումը կարող է Հարավային Կովկասը վերածել արդյունավետ եւ անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի։ Այս համատեքստում Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակմանը որպես առանցքային բաղադրիչ, նշելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ եւ կարճ ժամանակահատվածում կարելի է ունենալ գործող երկաթուղի, որը Հայաստանի եւ Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին կարող է դառնալ միջին միջանցք նախագծի բաղադրիչ։ Ավելին, այն անմիջապես կստեղծի միասնական երկաթուղային ցանց Պարսից ծոցի, Սև եւ Կասպից ծովերի միջև։ Փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով։ Մենք նույնքան հանձնառու ենք կառուցելու նաեւ ապագայի թվային եւ էներգետիկ կապերը։ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս թվայնացմանը, այն դիտարկելով որպես առևտրի, կառավարման եւ նորարարության հիմնական խթանող ուժ։ Հայաստանը բարձր է գնահատում մաքուր էներգիային անցումը խթանելու, էներգարդյունավետությունը բարձրացնելու եւ կլիմայական պայմաններին դիմացկուն ենթակառուցվածքներ զարգացնելու համատեղ ջանքերը, նշել է Միրզոյանը, եզրափակելով Հայաստանը վճռական է ցամաքով սահմանափակված երկրից վերածվել ցամաքի միջոցով փոխկապակցված երկրի, խաղաղության, փոխկապակցվածության եւ բարգավաճման խաչմերուկի եւ այս առումով պատրաստ է օգտակար լինել գործընկերների եւ հարևանների համար։ Մայա Խաչատրյան, լուրեր։